Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա ծրագրում բամիայի մարինադ է, որը անչափ համեղ է, առողջարար եւ հետաքրքիր է նրանով, որ շատ արագ է պատրաստվում։ Առհասարակ բամիան շատ առողջարար եւ օգտակար բանջարեղեն է, հարուստ է բազմաթիվ վիտամիններով։ Օրինակ, հարուստ է լուծվող մանրաթելերով, որոնք օրգանիզմին երկար ժամանակ հագեցվածության զգացողություն են պարգևում, ինչը նշանակում է, որ կարելի է բամիա ուտել եւ նիհարել։ Բամիան կարգավորում է նաեւ արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, իջեցնում է շաքարը, պայքարում է արյունահոսության դեմ, ժողովուրդը բամիային կոչում է քաղցկեղի դեմ ամենահզոր բնական միջոցը։ Բարեկամներ, ինձ հետևող իմ վաղուցվա հետևորդները լավ գիտեն, որ ես չեմ սիրում բանջարեղենը պահածոյացնել ու եթե պահեստավորում եմ ձմռան համար, ապա միայն սառեցման եղանակով, բայց ահա առաջարկում եմ այս շրջանում, երբ բամիայի առատ սեզոնն է, հաճախ օգտագործել, որովհետև բամիայում եղած վիտամինները պաշտպանվում են օրգանիզմում եւ ամբողջ ձմեռ դրանք ձեզ կծառայեն։ Եվ այսպես, ինչպես ենք սկսում պատրաստել մարինադը, ընտրում ենք միջինից փոքր չափի բամիաներ, լավ լվանում, մաքրում ենք պոչի հատվածից, զգույշ ենք լինում, որ չվնասենք սերմատուփը եւ մոտ 20-30 րոպեով պահում ենք սոդայաջրում։ Սա նրա համար է, որ բամիայի միջուկում այդ սերմային հատվածում ունի ծորելու հատկություն, դա չծորա եւ ամբողջական մնա բամիան։ Այնուհետև մեզ հարկավոր են մարինադի համար այս բաղադրիչները սամիթ եմ վերցրել, թարմ կծու պղպեղ մի փոքր հատված կօգտագործեմ, սխտոր հատիկավոր պղպեղ, մի քանի դափնու տերև, էսենցիա, աղ եւ շաքարավազ։ Հիմա հերմետիկ փակվող ամանի մեջ լցնում եմ եռջուր։ Շատ կարևոր է, որ ջուրը եռման լինի, որովհետև դրա մեջ ենք պահելու եւ մարինացնելու բամիան։ Ահա թե ինչու մենք սկզբից սոդայաջրով պահեցինք, որ կեղևը մի փոքր պնդանա եւ եռման ջրի ժամանակ չբացվի։ Ջրի մեջ ենք ավելացնում աղը, շաքարավազը եւ մյուս բաղադրիչները։ Սիրելիներս, մի անհանգստացեք, թե բաղադրատոմսը, թե բաղադրաչափերը ամենայն մանրամասնությամբ կգտնեք նկարագրության բաժնում։ Շատ կարևոր է ճիշտ բռնել այս աղաջուրը, որ բամիան չլխկի եւ ձեր մարինադը հաջող ստացվի։ Եվ այսպես, բոլոր բաղադրիչները ավելացնելով եռման ջրի մեջ, ես այնտեղ եմ տեղափոխում բամիան։ Ու վերջ, թափահարում ենք, սուզում ենք բամիաները այնպես, որ լավ ծածկվեն ջրով ու արդեն 2-ից 3 ժամ հետո մեր մարինադը պատրաստ է։ Իսկ երբ այն մնա մի քիչ ավելի երկար, թեկուզ ողջ գիշերը, ապա դրա համից ուղղակի կշտանալ անհնար է։ Դառնում է խրթխրթան, համեղ եւ անչափ ախորժելի մի բաղադրատոմս։ Իդեպ կարելի է մատուցել փլավների, կարտոֆիլի խյուսի, ցանկացած դեպքում կամ էլ հենց այնպես ուղղակի խրթխրթացնել։ Հա, չմոռանաք սոդայաջրից հանելիս անպայման ցողել ջրով։ Հետևեք ընթացքին եւ ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Սիրելիներս, միացեք ինձ նաեւ Instagram-ում, Facebook-յան իմ խմբերում եւ TikTok-ում։ Իմ հասցեները եւս կզետեղեմ այս տեսանյութի տակ։ Չմոռանաք բարին ցրել, լույս տալ դիմացինին, դրական լիցքեր հաղորդել, որպիսի դրանք նույնությամբ ձեզ վերադառնան։ Սիրով ձեր Միլա։